շատ հանդարտ, հանգիստ, կատարելու իշխանափոխություն և ձևավորելու մի նորմալ, հրաշալի, ճգնաժամային կառավարություն։ Կար այդ միջոցը։ Ես մի քանի անգամ խոսել եմ, հիմա էլ եմ ուզում կրկնել։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը հանդես գալու դաշինքով, բայց մեկ պայմանով, որ մեզնից որևէ մեկը, ոչ ես, ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, չենք հավակնելու պետական որևէ պաշտոն զբաղեցնելու։ Մի անգամից լուծում էր ամեն ինչ։ Մի անգամից Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախագահները, նախկին նախագահները հանգիստ հետ կքաշվեին, կձևավորվեր մի հրաշալի տեխնոկրատներից կազմած մի կառավարություն, մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականություն, իսկ քաղաքական դեմքեր չի ուզում։ Հիմա այդպես պրոֆեսիոնալներ պետք է լինեին, որոնք հանգիստ 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել։ Բայց Քոչարյանն և Սերժը մերժեցին այս առաջարկը։ Հրաշալի լուծում էր։ Այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում իրար հետ դաշինք եք կազմում և այլն։ Լավ, անբարոյական ենք, բայց միակ փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ, ինչ է լինելու։ Ճակատամարտ, դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ, առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում, դրանք կարող են արդեն անկառավարելի դառնալ։ Սա է վիճակը։ Հիմա մի քանի ուրիշ հարցի մասին։ Ինչ ծրագրով են եկել այդ երկուսը։ Ոչ մի ծրագիր չկա, գոյություն չունի, այդ թղթերին, լավաշներին, չգիտեմ, իրենց մասնագետների պատրաստած փաստաթղթերին, ինչ ասեմ, բացարձակապես հավատ չի կարելի ընծայել։ Հիշեք, Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ է տվել և որն է մինչև վերջ կատարել, այդպիսի բան չկա, գոյություն չունի։ Նրանք ասել են մի բան, արել են լրիվ ուրիշ բան։ Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում։ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում։ Ասում են ես գալու եմ և մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։